Ամանորին ընդառաջ ուսումնական զորամասերից մեկում բացվեց գերժամանակակից հերթական ճաշարանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն նախարար։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո նախարարը շրջայց կատարեց ծանոթանալով նորակառույց շինության հագեցվածությանը, արտաքին հարդարանքից մինչև սպասք ու նոր տեխնոլոգիաներ։ Այստեղ ամեն ինչ նոր է։ Պատասխանատուները նախարարին վստահեցնում են սննդի պատրաստումն ու մատակարարումը կազմակերպվում է խստորեն պահպանելով բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգիենիկ պայմանները։ Ճաշարանի շենքային պայմանները լիարժեք համապատասխանում են գործող պահանջներին, ամփոփելով տարին մենք ունեցել ենք 5-ից 6 ճաշարան նոր կառուցված, վերակառուցված եւ վերանորոգված եւ եւս 4-ը ընթացքի մեջ են։ Իսկ մինչև բացման հանդիսավոր արարողությունը ճաշարանում եռուզեռ էր, փորձառու խոհարարները ջանք ու եռանդ չէին խնայել սպայական անձնակազմին ու զինծառայողներին հավուր պատշաճի դիմավորելու համար։ Ճաշացանկը կազմելուց հաշվի ենք առնում զինվորի կարծիքը, որ ինչն ավելի շատ նախընտրում։ Ըստ դրա մենք պատրաստում ենք մեծ սիրով, ջերմությամբ, ինչպես մեր տանը մեր երեխեքի համար ենք պատրաստում։ Սա մեր սպասն է, լոբով ջաշ, խաշլամատ, տավարի մսով, ջուտ եւ ռիզետո։ Բոլոր ճաշերն էլ պատրաստ է, պատրաստվում ենք զինվորներին ընդունելու։ 400 հոգու համար նախատեսված նոր ու հարմարավետ ճաշարանում նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայողների հետ համտեսեց օրվա ճաշացանկով նախատեսված կերակուրները, ապա հետաքրքրվեց նրանց տպավորություններով։ Կազմել ենք ամանորյա մենյուն, ինչա ներառվելու, ստեղ լինելու է խոզի ազդրը, թփով տոլման, պանրի տեսականի, երշիկեղենի տեսականի։ Ամանորի կերակրատեսակների ցանկը նախապես կազմվել է նաև այլ զորամասերում, իսկ ահա դեկտեմբերի 31-ին իրագործում են պլանավորվածը։ Մեր զինվորները սիրում են մեր ուտեստները մեր պատրաստում ենք հաճույքով։ Այսօր պատրաստում ենք թուփով դոլմա մեր զինվորների համար, սիրով, որ ուտեն մամով մեր տնական ճաշերը։ Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր զինվորները սիրո եւ ջերմության պակաս չունենան։ Նրանք բոլորը իմ տղաներն են։ Այդ ջերմությամբ էլ իրանց դիմավորում ենք ու ճանապարհում ենք։ Մաղթում եմ մեր զինվորներին խաղաղություն, առողջություն, շուտ ծառային գնան հասնեն իրանց ծնողներին։ Պատրաստվող այս սնունդը նախատեսված չէ միայն զորամասերում գտնվող զինծառայողների համար, դրանք համտեսում են նաև բանակային դիրքերում գտնվողները։ Քանի դեռ խորովածը կրակին է, տղաները գցում են տոնական սեղանն ու պատրաստվում դիմավորել 2026 թվականը։ Սեղանի շուրջ չեն միայն հերթապահություն իրականացնող տղաները, որոնք խրամատում, բարձր զգոնությամբ ու կարգապահությամբ 24/7 ռեժիմով իրականացնում են իրենց առաքելությունը, ապահովում են պետական սահմանի պահպանությունը։ 26 թվականին բոլոր ծառայողի զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, խաղաղ երկնքի տակ։ Դիրքերում նոր տարին անցկացնել եմ մի առանձնահատուկ ջերմություն, մաղթում եմ իմ բոլոր զինծառայողի ընկերներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ տուն։ Հոսքագծային սպասարկման ձևաչափով գործող ճաշարաններում ամանորի սեղանները զարդարում են խոհարարները, անում են հնարավորը զինվորների համար ջերմ ու տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով։ Ճաշարանի ախորժալի բույրը հուշում է տղաներին դիմավորելու ճիշտ ժամանակն է։ Զինակից ընկերներից բոլորին մաղթում ենք անփորձանք ծառայություն, բոլորը պատվող ծառայեն վերադառնան իրենց ընտանիքներին։ Բոլորից մաղթում եմ առողջություն, երջանկություն, համերաշխություն։ Շնորհավոր բոլորիս նոր տարին։ Ընտանիքիս համբերություն, մյուս նոր տարին անպայման տունը կլինեմ ու միասին կդիմավորենք մյուս նոր տարին, չնայած ստեղ էլ բնականաբար թե ընտանիքը չմտածի, որ 6-րդ ենք դիմավորում, ինչպես տեսնում եք, ամենը շատ հիասքանչ է։ Թող 2026 թվականի ընթացքում կատարածվեն հայրենիաց պաշտպանների բոլոր երազանքները։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։